We're in the series on the church. Նորից շարունակում ենք եկեղեցու թեման։ This lesson is entitled the instrument of the eternal purpose. Հավիտենական նպատակի գործիքը։ We know God's purpose in the church Աստծո նպատակը եկեղեցում, is that God the Father, որ Հայր Աստված through God the Holy Սուրբ Spirit, Հոգու միջոցով displays God the Son Աստծո որդուն ցույց տալով through a human vehicle called the church. այն մարդկային մարդկության այդ շարժին, որը կոչվում է եկեղեցի։ The church is to display, to reveal this Christ to the world. Ու եկեղեցուն հայտնվում պետքա ցույց տա Տերը իր որդուն։ We preach His message, Նա իր падգամն է we քարոզում, do His works. անում ենք իր падգամն են քարոզում, իր գործերն ենք Christ անում, is in us. Քրիստոսը մեր մեջ է, He is to be seen in us. նա տեսանելի պետք է լինի մեր մեջ։ We reveal this Christ to the world. Ու այս Քրիստոսին մենք պետք է ցույց տանք աշխարհին։ Jesus was described or is what Paul called the heavenly man. Հիսուսը նկարագրվում է որպես այդպես երկնային մարդ։ You remember Paul in comparing Jesus and Adam. Հիսուսը Պողոսը համատում էր Հիսուսին Ադամի հետ։ He said that first man became a living soul. Այդ I forgot. Yeah, let's go there Sorry. because I'm forgetting it. It's in 1 Corinthians 15. Առաջին Կորինթացիների 15-ը։ Oh, come on. Առաջին Կորինթացիների 15, բայց դեռ համարը չի ասել։ Way over in about 42, 43, 42. 42 See what it only. says. No. 45. 15, And 45. then let's read down through 47. 45 through 47. Առաջին Կորինթացիների 15-րդ գլուխ 45-ից 47։ Եվ այդպես էլ գրված է. առաջին մարդը Ադամի կենթանի անձ եղավ, վերջին Ադամը կենթանարար հոգի։ Սակայն առաջինը հոգևոր չէր, այլ բնականը։ Դրանից հետո հոգևորը։ Առաջին մարդը երկրից է, հողեղեն, բայց երկրորդ մարդը Տերն է երկնքից։ So from this passage we get this title, the heavenly man. Այս ուղերձից է գալիս հենց այս կոչումը երկնային մարդ։ And that's who Jesus is. Ահա թե ով է հենց Հիսուսը։ And that is also, He is the life-giving Spirit. Ու նա նաև կոչվում է հենց այսպես կյանք տվող հոգի, կենթանարար հոգի։ So He has brought us to be like Himself. Ու նա մեզ բերել է միտեղ, որպեսզի մենք նրան նմանվենք։ Verse 48 says, earthly people are like the earthly man, heavenly people 47 like ասում the առաջին մարդը երկրից է, հողեղեն, իսկ երկնայինը երկնքից։ So that's the church. Դա եկեղեցին է։ Jesus, the heavenly man. Հիսուսը երկնային մարդն է։ The church, the gathering of a heavenly people. Եկեղեցին հավաքվում է հենց այդ երկնային ժողովուրդը։ We are to display this Christ Ու to the մենք world. պետք է այս Քրիստոսին աշխարհին ի ցույց դնենք։ We recognize we are the body of Մենք պետք Christ. է հասկանանք, որ մենք Քրիստոսի մարմինն ենք, We recognize that we have a unity with Him ու պետք է հասկանանք, որ ունենք միաբանություն նրա հետ, and that this church is to display this Jesus to the ու այս world. եկեղեցի պետք է ցույց տա Քրիստոսին ամբողջ աշխարհին։ We recognize that this is a restoration of the relationship between God and man. Մենք հասկանում ենք, որ սա Աստծո եւ մարդու մեջ եղած հարաբերությունների վերականգնումն է։ There's a brokenness that is in the world without Christ, Առանց Քրիստոսի աշխարհը կոտրված էր։ but Christ comes to Բայց redeem Քրիստոսը եկա, որպեսզի փրկագնի humanity back to God. մարդկությանը եւ տանի դեպի Աստված, վերադարձնի դեպի Աստված։ The Bible talks about a ransom that's being paid, Աստվածաշունչը հենց այս ամենի մասին է խոսում, որ սա պետք է վճարվեր։ and we're set free from Ու this մենք հիմա ազատ ենք արձակված։ present evil age, Paul calls it. Ու այդ բանտից ոնց որ Պողոսներ ասում ենք, ազատ ենք That's արձակված։ Galatians chapter 1 verse 4. Գաղատացիների առաջին 4-րդ խոսքը։ We are set free or Որ redeemed from մենք this ազատ ենք արձակված ու փրկագնված present ենք evil age. այս չարի բանտից։ Now that began with the fall of Adam, Սա եկավ Ադամի անկումից and that will continue ու on շարունակվում է until Jesus returns. այնքան ժամանակ մինչև Հիսուսը կվերադառնա։ But we who are born again Բայց նրանք ովքեր վերստին ծնունդ ունեն, we are ransomed out of that evil age and into the kingdom of God. մենք այդ չարի ճանկերից, այսպես ասած, փողակերպում ենք դեպի Աստծո մեջ։ There is this sense in which we are ransomed out of this world into
heaven itself. Մենք այս աշխարհից փոխում ենք ու գնում ենք հենց երկնքի մեջ։ We are seated with him in those Ու մենք heavenly. այս երկնային տեղերում նստած ենք նրա հետ։ We're redeemed out of this world into Փրկագնված eternity. ենք այս աշխարհից դեպի նրա հավիտենություն։ We become that new creature Ու դարձել ենք այդ նոր արարածները is an eternal being. ու հավիտենական արարածներ ենք That դարձել։ new creation is not going to pass away. Ու այդ նոր արարածը չի մահանա։ It's been born again by the word of God, and it will last forever. Աստծո խոսքով վերստին ծնվել է եւ հավերժ կմնա այդպես։ Amen. Ամեն։ Now our experience in salvation Փրկության մեջ։ reflects the experience of Christ, but is a little different. Սա Քրիստոսի փորձառությունից է գալիս, Քրիստոսին է արտացոլում։ Jesus existed in the time past, Հիսուսը միշտ գոյություն է ունեցել, in eternity past. հավիտենական անցյալում ինքը գոյություն ուներ։ John chapter 1 verse 1 says, Հովհաննես 1:1-ն ասում է. in the beginning was the Սկզբում Word. էր խոսքը։ He was already there. Այսինքն ինքը արդեն այնտեղ էր։ Then the Word becomes flesh. Հետո խոսքը դառնում է մարմին, He crosses from eternity over into time. այսինքն ինքը այդ հավիտենությունից գալիս է ժամանակի մեջ։ He lives in this time. Ապրում է այս ժամանակի մեջ, Now he is never really separated from heaven itself. ու նա երբեք չի առանձնացել երկնքից, հավիտենությունից։ He still talks with the Father. Նա շարունակում էր հոր հետ խոսել, The Father shows him what he's doing. հայրը ցույց էր տալիս նրան, թե ինչ են Led of անում, the Spirit of God. առաջնորդում էր նրան Աստծո հոգով, He is that heavenly man. նա այդ Even as, երկնային մարդն էր as այստեղ, he is the human Jesus. որպես անձ Հիսուս։ As he dwells among us, Ու երբ որ նա բնակվում է մեր մեջ, we recognize that he is operating on a different level than what we are. նա այլ մակարդակում էր գտնվում, քան մենք ենք։ He has spiritual revelation that we Նա do not ուներ have. հոգևոր հայտնություն, որը մենք չունենք։ But yet when we come to Christ, Բայց երբ որ մենք գալիս ենք Քրիստոսին, we are first born in time. այսքան նոր ծնված ենք, When we're born again, այսքան վերստին ծնված այդ ժամանակ, we become eternal. դառնում ենք հավիտենություն։ Now we have Ու union with հիմա մենք Christ. այդ ժամանակ արդեն Քրիստոսի հետ ունենք միաբանություն։ The heavenly man has given us his life. Երկնային մարդն իր կյանքը տվել է մեզ։ We're now citizens of heaven. Ու հիմա մենք երկնային տեղերում նստած ենք։ We're not trying to become eternal beings, Մենք չենք փորձում դառնալ հավիտենական արարածներ, not trying to become spiritual beings. այլ փորձում ենք հիմա դառնալ հոգևոր We արարածներ։ are born again into that realm. Մենք հիմա պետք է այդ դաշտում հոգևորապես ծնվենք։ We are spiritual, we are eternal. Մենք հոգևոր ենք, մենք հավիտենական ենք։ What Adam lost in that fall has been returned to Ինչ us. որ Ադամը այդտեղ այն ժամանակ կորցրեց, հիմա մեզ ա վերադարձված։ Let's read 1 Peter chapter 1 verse 23. Առաջին Պետրոսի առաջինի 23 23-ը։ 1 Peter 1 verse 23. Oh, we could do 24 too. 1 Peter 1 23 24 Առաջին Պետրոս առաջին գլուխ 23-ից 24 Վերստին ծնված լինելով ոչ թե ապականացու սերմից, այլ անապականացուից Աստծո խոսքով որն ապրում է եւ մնում է հավիտյան, քանի որ ամեն մարմին խոտի է նման եւ մարդու ամբողջ փառքը խոտի ծաղկի, խոտը չորանում է, իսկ նրա ծաղիկը թափվում։ Amen. Ամեն։ We've been born again by the word of Մենք God. Աստծո խոսքով վերստին ծնվեցինք, This is an eternal life that we're born into սա այն հավիտենական կյանքն է, որի մեջ մենք ծնվում ենք, because the word of God is eternal. որովհետեւ Աստծո խոսքն է հենց հավիտենական։ We have that promise given to Ու us մեզ այս խոստումը տրված է մեզ, that as we have come into this kingdom of God, որ երբ որ մենք գանք այս Աստծո թագավորության մեջ, born from above, վերստին երկնքից վերստին now ծնված, we have the promise of eternal հիմա life. ունենք արդեն այդ խոստումը հավիտենական կյանքի, Not just the promise, ոչ թե ուղակի խոստում, we have eternal life այլ now. արդեն հիմա ունենք հավիտենական կյանք։ Amen. It begins when we're born again. Ու այդ հավիտենական կյանքը սկսվեց մեր այն ժամանակ, երբ որ վերստին ծնվեցինք։ The Jewish mind, it connected the kingdom of God and eternal life. Okay? Jewish Jewish հրեաները իրար հետ կապում են Աստծո երկնքի թագավորությունը եւ հավիտենական կյանքը։ Nicodemus
asked the question of Jesus, Նիկոդեմոսը Հիսուսին հարց տվեց. what must I do to enter the kingdom of Ինչ heaven? պետք է անեմ ես, որպեսզի մտնեմ երկնքի թագավորություն։ Another young man asked Jesus, Մի ուրիշ երիտասարդ տղա հարցրեց Հիսուսին. what must I do to have eternal Ինչ life? պետք է անեմ ես, որպեսզի ունենամ հավիտենական կյանք։ For the Jewish mind, those two things were connected. Այդ հрьяաների մտածելակերպի համար այս երկու բաները իրար հետ կապ ունեն։ In John chapter 5, Հովհաննես 5-րդ գլուխ 39 to 40, 39-ից 40։ Որ ասեցի։ John 39 to 40. Հա։ Հովհաննես 5:39-ից 40։ Քննեցեք գրքերը, քանի որ կարծում եք, թե դրանցով հավիտենական կյանք ունեք, եւ դրանք են, որ իմ մասին վկայում են, եւ դուք ինձ չեք գալիս, որ կյանք ունենաք։ The Jews, Jesus said, you're searching the scripture for eternal life. Հիսուսն ասում որ պետք է քննեն գրքերը հավիտենական կյանքի համար։ Eternal life is standing right in front of you. Հավիտենական կյանքը ձեր առջև կանգնած է։ All the scriptures point to me. Այդ բոլոր խոսքերն ինձ է վերագրվում։ You're searching that word, you can't find it. Եթե ուղակի փնտրեն գրքերը չեն գտնի դա։ But here I am. Բայց ահա ես։ He is that eternal Նա life. է հենց այդ հավիտենական կյանքը։ There was that search in the Jewish mind. Եվ հрьяաների մտածելակերպն այսպեսին է, նրանք այսպես են That մտածում։ hope for eternal life. Որ այդ հույսը, որ ունեն հավիտենական կյանքի But համար։ Jesus says, I am that life. Հիսուսն ասաց, ես եմ այդ կյանքը։ He's the source of this life. Նա այդ կյանքի աղբյուրն է hանդիսանում։ And if He is that life that we are looking for, Ու նա amen? հենց այն կյանքն է, որը մենք ենք փնտրում։ We recognize that without Christ, we cannot have this life. Հասկանում ենք, որ առանց Քրիստոսի մենք այս կյանքն ունենալ չենք կարող։ Without the message of Jesus Christ, no Առանց one can Քրիստոսի come to this. падգամի ոչ ոք չի կարող գալ նրան։ All of this world is outside of this realm. Այս ամբողջ աշխարհը դրանից դուրս է հիմա։ Jesus was talking to Nathanael. Հիսուսը Նաթանայելի հետ խոսում է։ John chapter 1 verse 51. 151 Հովհաննես 1:51 Եվ նա ասաց նրան. Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, այսուհետև դիտեսնեք երկինքը բացված եւ Աստծո հրեշտակներին մարդու որդու վրա ելնելիս ու իջնելիս։ Amen. Ամեն։ You will see all heaven open. Դուք կտեսնեք ամբողջ երկինքը բացված։ That implies that at one point it has been closed. Սա նշանակում է, որ ինքը փակ է եղել։ The fall of man, Աստծո մարդուն կնելով, sin, մեղքի միջոցով, closed heaven. ու այս ամենը երկինքը փակեց մեզ համար։ And Jesus says a new thing is coming. Ու Հիսուսն ասում է, որ նոր բաներ են գալիս։ Something new is about to take Ինչ-որ մի place. նոր բան պետքա տեղի ունենա։ The heavens are about to be opened. Ու երկինքը կբացվի։ The heavens were closed because of sin. Երկինքը մեղքի պատճառով փակվել էր, And in Jesus taking that sin upon the cross, ու Հիսուսը այդ մեղքը տարավ խաչի վրա։ darkness covered the earth. Ու խավարը մի պահ ծածկեց ամբողջ աշխարհը։ In those moments, Jesus Ու cried այս out, պահերին Հիսուսն աղաղակեց. my God, why have you Իմ Տեր, forsaken իմ me? Տեր, ինչու թողեցիր ինձ։ And this is the condition of man, Սա մարդու պայմանն էր, या վիճակն էր, a մարդկային closed վիճակ էր։ heaven. Փակ երկինք էր այդ։ Where is God? Ուր է Աստված։ Where is my help? Ուր է իմ օգնությունը։ Where's my hope for eternal Ուր է life? իմ հույսը հավիտենական կյանքի համար։ But Jesus going to that cross Բայց Հիսուսը գնաց այդ խաչի վրա, opens heaven for us. բացեց երկինքը մեզ համար։ His life, his ministry Իր կյանքը, իր ծառայությունը shows us that there's more than just what we see here. մեզ որ ավելին կա, քան կարողանում ենք տեսնել։ There is an eternity that God has Կա prepared. հավիտենական կյանք, որ Աստված է մեզ համար We can now պատրաստել։ hear God, Ու մենք հիմա կարող ենք See լսել God. Աստծուն, փնտրել նրան, walk with տեսնել, God, քայլել նրա a հետ։ new fellowship, a new Ու Նոր relationship. հարաբերություններ, նոր ընկերակցություն ունենալ նրա It's հետ։ a heavenly life. Սա երկնային կյանքն The է։ spiritual life has been restored unto mankind. Ու հոգևոր կյանքը մարդու համար վերականգնվեց։ And in as such that all the resources of heaven have come have come available to us. Երկնքում եղած ամեն ռեսուրսներ մեզ համար հասանելի դարձան։ The church has that purpose of declaring
this Christ. Եկեղեցին ունի նպատակ, նա պետք է հրճակի այս Քրիստոսին։ But we also have to Ու understand նաև պետք է the spiritual հասկանանք nature of this այս church. եկեղեցու հոգևոր էությունը որն է։ We're not of this world. Մենք այս աշխարհից չենք։ Jesus says, you're in the world, not of Հիսուսն this ասաց, world. դուք աշխարհում եք ապրում, բայց աշխարհից չեք։ We're heavenly people. Մենք երկնային մարդիկ ենք։ Our citizenship is there. Մենք նստած ենք այնտեղ։ All of our attention and focus Մեր should be upon մտադրությունները, that մեր life. կենտրոնացումը պետք է այդ կյանքի վրա լինի։ We're not going to be, we're not going to obtain eternal life at some other point in time. Մենք չպետք է ինչ-որ ժամանակում պահենք miայն այդ հավիտենական կյանքը։ The open heaven has restored us, Երկնային երկինքը, որը բաց է հիմա, վերականգնել է մեզ։ and it's given us eternal life now. Ու հիմա մեզ տվել այդ հավիտենական կյանքը։ And as such, we see this connection between the church and the heavenly Ու man, մենք տեսնում ենք այդ կապը եկեղեցու եւ երկնային մարդու միջև։ so that we say that whatever Jesus is, that's what this church is to be. Որ մենք տեսնենք, թե ինչպես է Հիսուսը եկեղեցուն տեսնում, ինչպեսին պետք է լինի եկեղեցին։ 1 John chapter 4 and verse 17 says, Առաջին Հովհաննեսի 4:17-ն ասում է. something to the tune of, as he is, so are we in this world. Ինչպեսին ինքն է, մենք էլ այդպեսին ենք այս աշխարհում։ Դրա վերջին մասն է։ As he is, Ինչպեսին ինքն է, that's what we are in this world. այդպեսին էլ մենք պետք է լինենք այս աշխարհում։ Not only to represent him, Այսինքն մենք պետք է ներկայացնենք նրան։ but to continue his work upon this Ու earth. իր գործերը այս երկրի վրա շարունակենք անել։ His message to be declared, Նրա падգամը պետք է հրճակվի, but his work to be accomplished. իր գործերը պետք է իրականանան այստեղ։ The church is the body of Christ. Եկեղեցին է Քրիստոսի մարմինը։ Everyone a part of it. Ու բոլորը դրա մի մասն են կազմում։ We have to understand Ու մենք պետք է հասկանանք, that the ministry of Jesus did not stop when he went to heaven. ծառայությունը նրա երկինք գնալով չդադարեց։ The ministry of Jesus continues through his church. Հիսուսի ծառայությունը շարունակում է իր եկեղեցու միջոցով։ The ministry of the heavenly man from heaven. Երկնային մարդու ծառայությունը երկնքից He is շարունակվում է։ imparting his life unto Ու us. նա իր կյանքը թափում է մեզ վրա, փոխանցում է մեզ։ The anointing that was upon him. Ու այն օտությունը, որ նրա վրա է, He is the Holy Spirit. Սուրբ Հոգին է։ The Holy Spirit is not changed. Սուրբ Հոգին չի փոխվում։ It's not a lesser version of what Jesus had. Նա Հիսուսի ավելի թույլ տարբերակը չէր։ The same Spirit that raised him from Նույն the dead Հոգին, որը works նրան in us. մեռելներից հարություն տվեց, հիմա մեր մեջ է գործում։ Amen. Ամեն։ I love that verse in Ես սիրում եմ այս Ephesians 3. Եփեսացի 3-ի համարը։ Ephesians 3 and verse 20 and 21 or verse 20. 19 Now 21 no, Եփեսացի just 3 20 and 19-ից 21. 21 20 and 21. 20-21 Արդ նրան, ով կարող է խիստ արատության մեր խնդրածից կամ խորհածից շատ ավելին անել, ըստ այն զորության, որ գործում է մեր մեջ, նրան փառք եկեղեցում Քրիստոս Հիսուսով, բոլոր դարերում հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Amen. Ամեն։ Paul talks about the mighty power that is at work within us. Պողոսը խոսում է այդ զորավոր մեծ զորության մասին, որ նա մեր միջոցով գործում է։ Where is that power? Որտեղ այդ զորությունը Within you. ձեր մեջ, Already there. արդեն այդտեղ է։ Not on the outside. Ոչ միայն դրսում, Not coming from heaven. ոչ միայն երկնքից է The գալիս։ Holy Spirit is in you. Սուրբ Հոգին ձեր մեջ է։ The mighty power of the Holy Spirit Այդ is in you now. ամենակարող զորությունը Սուրբ Հոգու հիմա ձեր մեջ է։ Oh, wait a minute. I have to pray for that power. Ես պետք է աղոթեմ այդ զորության համար, It's already there. բայց այն արդեն այդտեղ է։ The Holy Spirit's anointing, the anointing of the Holy Spirit that was upon Jesus Սուրբ Հոգոցությունը, որը Հիսուսի վրա է, is upon his church. հիմա իր եկեղեցու վրա է։ The anointing of Jesus Հիսուսի օծությունը rests upon the head. He's the head of that body. այդ գլխի վրա է, նա է գլուխը եկեղեցու, մարմնի գլուխը նա է։ Remember, the oil's poured on the Իսկ head, այդ յուղը, որ գալիս էր, flows հոսում down. էր միջև վերջ, Right? չէ՞։ We've talked to you. Մենք արդեն խոսել ենք դրա Psalm մասին։ 133, that oil coming down on Aaron's head Սաղմոս 133, որ խոսում է, որ Ահարոնի հետ flows մորուքից all the գալիս way է, down.
ու թափվում էր միջև վերջ։ The anointing that's upon Christ Այդ օծությունը, որ Քրիստոսի վրա է, comes to his church, հիմա գալիս է իր եկեղեցուն։ flows through that church. Հոսում է այդ եկեղեցու միջոցով։ Amen. Ամեն։ Amen. We have to see that it's already there. Մենք պետք է սա արդեն կատարված տեսնենք։ He says it's able to accomplish infinitely more than we can ask or Որ think. նա այս ամենը մեր պատկերացրածից ավելին կարող է անել։ And I just remind you that he's writing to the Ephesians Ուզում եմ հիշեցնել, որ նա սա գրում էր Եփեսացիներին, because Paul experienced something in Ephesus that որովհետև Պողոսը մի բան զգում էր Եփեսոսում, no one else had ever experienced. որը երբևէ ոչ ոք չէր զգացել։ As he is working, tent making, Երբ որ նա այդ վրաներն էր սարքում, a lady in the church says, well, I'm going մի to կին help Paul out. եկեղեցում ասաց, որ ես կօգնեմ I'm Պողոսին։ going to do his laundry. Ես նրա լվացքը կանեմ, շորերը She կլվանամ։ picks up some of these handkerchiefs that he's Ու նա վերցեց այդ հաշկինակները, used, որը Պողոսն օգտագործում էր։ and she realizes something. Ու մի բան գիտակցեց, հասկացավ։ This has an anointing on it. Սրանք այս հաշկինակ ուներ օծություն։ Demons are cast out. Դևերը դուրս էին գալիս, People are healed. մարդիկ բժշկվում էին, All because of Paul's ու այս ամենը handkerchiefs. հենց Պողոսի հաշկինակի միջոցով։ It went beyond anything Paul could have thought of. Սա ավելին էր, քան Պողոսը կարող էր մտածել։ Paul didn't sit down in a committee meeting. Պողոսը ուղղակի նստած չէր մի ժողովի մեջ, Okay, man, I've got a new idea. ասում էր, լավ ժողովուրդ, մի հատ գաղափար եմ ունեցել, նոր գաղափար է I'm ծնվել going to մեջս։ pray over this, Հիմա կաղոթեմ սրա համար, and then we're going to send this out, հետո այս թաշկինակները կուղարկենք and it's going to heal the sick ու and մարդկանց կբժշկի։ deliver demons. Ազատագրի մարդկանց դևերից։ Never crossed his mind. Նա երբեք չէր մտածել նման բան։ God did that. Աստված դա արեց։ The power, the anointing that was Այդ upon Paul զորությունը, օծությունը, որը մեր մեջ է, did something beyond մի his բան արեց thoughts, ավելին, քան Պողոսը կարող էր մտածել։ beyond his imagination. Իր երևակայությունից ավելին արեց։ Peter never thought, Պետրոսը երբեք չէր կարող I'm մտածել, going to walk down the որ street ես կքայլեմ փողոցով and let my shadow ու fall իմ on people ստվերը կընկնի մարդկանց վրա so they can be ու healed. կբժշկվեն։ It just happened Սա ուղղակի տեղի ունեցավ, because of the anointing of the Holy Այդ Spirit օծության շնորհիվ, որ Սուրբ Հոգին ունի։ that he walks down the street Ինքը ուղղակի փողոցով and քայլելիս realizes գիտակցում էր, the anointing որ of the Holy Սուրբ Spirit Հոգու օծությունը is flowing, հոսում է, healing բժշկում է, through even my shadow. անգամ իմ ստվերի միջոցով։ Amen. Ամեն։ We have to understand Մենք պետք է հասկանանք, that our thoughts can limit what God can do. որ մեր մտքերը կարող են սահմանափակել այն, ինչ որ Աստված կարող է անել։ I cannot limit God. Բայց ես չեմ կարող սահմանափակել նրան։ I must allow him to Ես do պետք է whatever he թույլ տամ նրան, որ wants. ինքը անի այն, ինչ որ ուզում է։ The ministry that we are given as the church Այն ծառայությունը, որը տրված է is եկեղեցուն, the same ministry of Christ, նույն Քրիստոսի ծառայությունն է։ the same ministry of that early church. Այդ նույն ծառայությունն էր եկեղեցուն։ Nothing has changed. Ոչինչ չի փոխվել։ We're not living just in a different time. Մենք չենք ապրում ուրիշ ժամանակներում։ We have limited what God can do. Մենք ունենք սահմանափակում, ինչ որ Աստված Read կանի։ this Bible. Դրա համար պետք է կարդանք Աստվածաշունչը։ Jesus healed all the sick, Ու տեսնում ենք Աստվածաշունչում ինչպես էր Հիսուսը բոլոր հիվանդներին բժշկում։ delivered every person of their demonic oppression. Ազատագրում նրանց, ովքեր դիվային ուժերի ներքո էին։ We have experienced, we see him working Ու տեսնում ենք նրան գործելիս, and we hear him saying unto us, ու լսում ենք ինչպես է մեզ ասում. these works that I do, Այն գործերը, որ ես կանեմ, you are going to do. դուք էլ կանեք։ You are going to do. Դուք նույնպես կանեք։ Amen. Ամեն։ John 14 and 12 is where that is. Հովհաննես 14:12 14-ի 12-ը, Even greater things, because I go to the Father. որ ասում է դուք ավելին անգամ կանեք, քան ես եմ անում։ Amen. Ամեն։ We have to see our eternal purpose. Մենք պետք է մեր հավիտենական նպատակը տեսնենք։ Now, you know, Jesus came into time in an unusual fashion. Հիսուս եկավ այդ ժամանակների մեջ, In that we know that the angel came to Mary, ու մենք գիտենք, որ երեշտակը հայտնվեց Մարիամին, made a declaration to her that she would bring forth the Christ. ու խոսք հրճակեց ու ասաց, որ դու կունենաս Քրիստոսին։ So the word is presented to her. Ու այդ խոսքը ներկայացրեց նրան։ We know that Mary says, well, Մենք գիտենք, որ Մարիամն ասաց. how can this be? Ինչպես կարող է սա տեղ I'm ունենալ։ not really married. Ես ամուսնացած չեմ, How can it be?
Ոնց կարող է սա լինել։ The angel says the Holy Spirit's going to do this work. Հրեշտակն ասաց Սուրբ Հոգին այդ գործը կանի։ And so she says, let it be according to your Ու word. ասաց Մարիամը, թող քո կամքի համաձայն լինի։ She received the word that Ու God gave to ընդունեց her. այն խոսքը, որ Աստված տվեց իրեն։ And then the Holy Spirit comes to work. Ու Սուրբ Հոգին եկավ ու սկսեց գործել։ That child is conceived of the Holy Spirit. Ու այդ երեխան առաջացավ Սուրբ And Հոգուց։ she will give birth to the Messiah. Ու նա Մեսիային ծնեց։ The word of God, God works similar in our lives. Աստված նմանատիպ ձևով գործում է մեր կյանքում։ You know, as we're born again, the word has to be presented to us. Երբ մենք վերստին ծնվում ենք, այս խոսքը պետք է մեզ ներկայացվի, We hear the gospel, պետք է լսենք hear Աստվածաշունչ what ավետարանը, Jesus has done. անենք, տեսնենք այն ինչ որ Հիսուսն էր անում, And we either receive that word or reject that ու word. մենք կամ կընդունենք խոսքը, կամ կմերժենք այն։ If you receive that word as Եթե you ընդունում have, եք խոսքը, որ ունեք, then we know that you're born again. ուրեմն գիտենք, որ վերստին ծնունդ ենք You, ապրել։ you become part of that Ու church, դառնում եք part of his եկեղեցու body. ու նրա Աստծո մարմնի մի մասը։ But the process doesn't stop there Բայց այդ ընթացքը չի դադարում, because the word is always being planted within us. քանի որ խոսքը միշտ գալիս է մեր մեջ, It's being conceived within our lives. ու մեր կյանքում այդ ծնունդն է տալիս։ And then there is that birth that comes Ու forth. հետո ծնունդն է գալիս, ծնվում է։ Okay? We are teaching you Մենք ձեզ the սովորեցնում word ենք of God. Աստծո խոսքը։ Now some of it you can receive immediately. Yes, Որոշները կարող են մի անգամից I ընդունել, understand it. I put it ասեն, into հա, ես practice. հասկացա, մի անգամից գործի մեջ կդնեմ, There's going to be some of that word բայց կլինեն խոսքեր, will be placed within your spirit, որ ձեր հոգու մեջ կտնկվեն, and it's going to sit for a while. բայց որոշ ժամանակ այդտեղ կմնան։ And God, the Holy Spirit's going to work on Աստված that. Սուրբ Հոգին կսկսի գործել այդ խոսքի հետ։ The Holy Spirit's going to work on that word. Սուրբ Հոգին այդ գործի վրա կսկսի աշխատել այդ խոսքի վրա։ You may know it with your mind right now, Դուք միգուցե չգիտեք ձեր մտքով չեք but հասկանում, we know that our minds բայց գիտենք, որ մեր միտքը can't really understand spiritual things. իրականում ամբողջությամբ հոգևոր բաները չի կարող It հասկանալ։ takes the Holy Spirit Այսինքն մեզանից պահանջում է, որ Սուրբ Հոգին, to make that word good in us. Սուրբ Հոգին գա ու բարին գործակից անի այդ խոսքը։ մեր Remember մեջ։ that verse in 1 Corinthians 2:14? Առաջին Կորինթացիներ երկրորդ 1 Corinthians 1 Corinthians 2:14. 2:14-ը։ Բայց բնական մարդն Աստծո հոգու բաները չի ընդունում, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, ոչ էլ կարող է ճանաչել, քանի որ դրանք հոգևորապես են ըմբռնվում։ So what I'm saying to you is, Այն ինչ որ ես ձեզ ասում եմ, the word of God's planted in our lives. Աստծո խոսքը տնկվում է մեր կյանքի մեջ։ We know how it brings forth a new birth, Գիտենք ոնց է ինքը նոր ծնունդ ստանում, but it also brings about change and բայց նաև մեր transformation. մեջ փոփոխություններ ու փոխակերպում է բերում։ You receive that word. Ընդունում ես այդ խոսքը, We receive it. ընդունում ես, And the Holy Spirit begins to apply it in our lives. Սուրբ Հոգին սկսում է դա փոփոխությունների բերել մեր He կյանքի brings մեջ։ spiritual Նա understanding to բերում է that հոգևոր word. հասկացողություն այդ խոսքի նկատմամբ։ You may not understand it today, Միգուցե այսօր չկարողանաք դա but as we հասկանալ, walk with Him, բայց երբ որ շարունակենք քայլել նրա the հետ, Holy Spirit's going to open our Սուրբ Հոգին minds. կբացի մեր միտքը, We'll understand it. ու մենք կսկսենք We'll հասկանալ։ be in that situation, Մենք կգտնվենք այդ իրավիճակի and the մեջ, Holy Spirit will bring ու it to our երբ որ minds. այդ իրավիճակի մեջ ենք, Սուրբ Հոգին մեր մտքին կբերի։ Oh, yes. Ու կհասկանանք, Oh, yes. այո, Now I know. այ հիմա գիտեմ, Now I know. այ հիմա գիտեմ։ Therein is the Holy Spirit will work in our lives. Ու այդտեղ Սուրբ Հոգին կսկսի գործել մեր կյանքում։ I like the story of Jesus after his resurrection, Ես ինձ դուր է գալիս այն պատմությունը Հիսուսի, որ հարությունից հետո եղավ։ walking with those two on the road to Emmaus. Էմաուս ճանապարհին այդ երկու մարդկանց հետ որ քայլում էր։ They're upset. Այդ երկու մարդիկ ծխրել էին։ That one that they thought would be the Messiah. Մեկը մտածում էր, որ նա Մեսիան էր, Oh, he's been crucified. ու ասում են, Մեսիան խաչվեց։ And now they don't know where his body Ու հիմա is. չգիտեն որտեղ է Հիսուսի մարմինը։ It's late on that first day. Դա հենց այդ առաջին օրն էր։ These men are going back home. Նա պետք է տուն վերադառնա այդ մարդը։ And that stranger walks up next Ու to մի him. անծանոթ մեկը գալիս է նրանց կողքով քայլում։ What's happening, fellas? Ինչ ա եղել։ What's going on? Ինչ ա պատահել։ And they tell them Ու that սկսեցին tragic story. պատմել այդ ողբերգական պատմությունը Հիսուսի։ And Jesus begins to talk to them, Ու Հիսուսը սկսեց խոսել նրանց հետ։ sharing scripture with them. Սկսեց նրանց հետ աստվածաշնչյան համարներով կիսել։ All the time they're listening, Ամեն ժամանակ նրանք լսում էին, but they're not yet ready to բայց դեռ understand. պատրաստ չէին հասկանալու։ They get to the home, to their home,
Տարան նրան իրենց տուն, Come on, strangers, come ասացին, sit down with us. արի ու մեզ հետ նստիր։ Have some coffee. Միասին սուրճ խմենք։ That good coffee would be good for you. Լավ կլներ որ սուրճ խմեին։ Jesus breaks that bread. Հիսուսը կիսեց հացը Bible says their minds were open. ու Աստվածաշունչն ասես նրանց միտքը բացվեց They understood. ու հասկացան։ The Holy Spirit applied everything. Ու Սուրբ Հոգին ամեն բան իր տեղը դրեց։ They understood it. Ու նրանք հասկացան Got up, ran back to Jerusalem. ու վերադարձան Երուսաղեմ։ That's how the Holy Spirit works in Ահա our lives. ինչպես է Սուրբ Հոգին գործում էր կյանքերի We մեջ։ walk with Him. Մենք քայլում ենք նրա հետ։ We listen to Him. Մենք լսում ենք նրան։ That word, He's always Այդ revealing. նրա խոսքը միշտ բացում է, հայտնում է մեզ He's applying it, ու վերագրում է, putting us into մեզ situations ինչ-որ իրավիճակի մեջ է դնում, where we can use it. որտեղ մենք այդ խոսքերը կկարողանանք օգտագործել։ Because this is I guess the means of us fulfilling the purpose of God. Որովհետև սա է հենց այդ միջոցը Աստծո նպատակ իրականացնելու համար։ The church must be what God intends it to be. Եկեղեցին պետք է լինի այն, ինչ որ Աստված մտադրված է որ նա We're լինի։ not a human organization. Դա մարդկային կազմակերպություն չէ։ We're not a human organization. Մենք մարդկային կազմակերպություն չենք։ We're born from above. Մենք ծնված ենք վերստին Have ծնունդ that ունենք, anointing from above. ունենք օծություն վերևից, The Holy Spirit is within us. Սուրբ Հոգին մեր մեջ է, The church is a result of the word of Christ. ու եկեղեցին դառնում է Աստծո խոսքի արդյունքը։ And we're being formed into that Ու body մենք of պետք է Christ. այդ Քրիստոսի մարմնին նման լինենք։ So we recognize that we are not of this earth. Ու հասկանանք, որ մենք այս աշխարհից չենք, այս երկրից չենք, We are of heaven. մենք երկնքից ենք։ This true church Սա է ճշմարիտ will be եկեղեցին։ exactly what Jesus was upon the earth. Ճշմարիտ եկեղեցին պետք է լինեն այնպեսին, ինչպեսին Հիսուսն էր երկրի վրա։ He's the heavenly man. Նա այդ երկնային մարդն էր, We're part of him. ու մենք նրա մի մասն We're ենք։ in his body. Մենք նրա մարմինն ենք։ The Holy Spirit that raised him from the dead is in us. Ու Սուրբ Հոգին, որը Հիսուսին հարություն է տալի մեռելներից, The gift հիմա նա of- մեր մեջ է։ The gifts of the Holy Spirit are in Սուրբ operation. Հոգու պարգևներն են կատարում այդ ամենը։ All the gifts come through that Holy Բոլոր Spirit. պարգևները տրված են Սուրբ They're Հոգուն։ gifts of the body of Christ. Ու Քրիստոսի մարմինն են։ The Holy Spirit is imparting life. Հիմա Սուրբ Հոգին տալիս է, բաժանում է այդ He կյանքը։ imparts God's nature, Ու Աստծո էությունն է տալիս։ the very emotions of God. Աստծո այդ զգացումներն է If փոխանցում։ we're walking with God, Մենք երբ որ մենք քայլում ենք Աստծո հետ, we receive that life that is from Him. կյանքը ստանում ենք նրանից, որը նրանից է գալիս։ Paul said in Romans chapter 5, Պողոսն ասում է Հռոմեացիների 5-րդ գլխում, in verse 5, he says, the love of God 5:5 Եվ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը մեր սրտերում սփռված է Սուրբ Հոգու միջոցով, որ մեզ տրվեց։ The Holy Spirit is spreading the love of God. Սուրբ Հոգին տարածում է այդ սերը Աստծո։ So when we receive Ու մենք ստանում ենք, of the Holy ընդունում ենք Spirit, Սուրբ Հոգուց։ we receive of the love of God. Մենք ընդունում ենք նրա սերը, Աստծո սերը։ That love begins to flow through Ու այդ us. սերը սկսում է հոսել մեր միջոցով։ As Paul says, this love of God, Պողոսն ասում է Աստծո սերը it motivates me. ինձ մոտիվացնում է, It's my passion. իմ փափագն է։ We have received something of the Holy Ու Spirit. մենք ինչ-որ բան ստանում ենք, ընդունում ենք Սուրբ Հոգուց։ I can love like God loves. Ու ես այդ ժամանակ կարող եմ սիրել այնպես, ինչպես Աստված է սիրում։ I can care and have compassion like He Ես does. կարող եմ հոգ տանելու այդ նույն խիղճը, կարեկցանքը զգամ, որը Հիսուսն էր զգում։ I'm going to love what God loves. I'm going to hate what God Ես hates. կսիրեմ այն, ինչ որ Աստված էր սիրում ու կատեմ այն, ինչ որ Աստված էր ատում։ Everything is available to us through the Holy Ու Spirit. Սուրբ Հոգու միջոցով ամեն բան մեզ համար հասանելի է դառնում։ He has the very mind of Christ. Նա է in հենց us. Քրիստոսի միտքը։ We recognize that in all things we're being conformed to Ու this մենք image. հասկանում ենք, որ ամեն բան պետք է այս պատկերին նմանվի։ We've talked to you about that conforming process. Խոսել ենք արդեն այդ նմանության այդ process-ի But we մասին։ want to see the purpose Ու that God նաև has ուզում for the ենք church. տեսնել այն նպատակը, որ Աստված ունի եկեղեցու համար։ That Jesus will be displayed to the Որ world. Հիսուսը պետք է եկեղեցու միջոցով երևա աշխարհին։ That we will minister in His stead. Որ մենք իր այդ քայլերով ծառայենք։
We minister Christ. ծառայեն Քրիստոսին։ Our ministry is an expression of the life that He has given to Ու մեր us. ծառայությունը կդառնա այդ կյանքի արտացոլումը, որը մեզ ա It տվել։ is that outworking of the Word of God that's been planted in us. Ու դրա միջոցով Աստծո խոսքը կտնկվի մեր մեջ։ As the Holy Spirit reveals it Երբ Սուրբ Հոգին մեզ հայտնի, and the Holy Spirit applies it to our lives. ու այդ ամենը Սուրբ Հոգին տա մեր կյանքերի մեջ։ Father, we're thankful for your Word. Հայր մենք շնորհակալություն ենք հայտնում քո խոսքի